Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Համաձայն ամեն երկուշաբթի այստեղից ձեր խոսքն ենք փոխանցում եւ այսպես երևի սկսենք հենց այս հարցից։ Այո։ Այս ժամերին այս ընթացքում Բաքվում մեղադրական վճիռներն են արդեն գաղթում մեր Արցախի ռազմաքաղաքական գործիչների եւ մյուսների հետ կապված։ Խնդրեմ, ինչ կարող եք ասել։ Այո, հենց այս պահին, երբ ընթանում է մեր եթերը, Բաքվի ռազմական դատարանում Աղաևը, Զեյնալ Աղաևը, մեղադրող դատախազը կարդում է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների մեղադրական դատավճիռը, բոլորի դատական, նախաքննական եւ քննական դատավարական փուլը ավարտվել է եւ մեղադրողը կարդում է այսօր եւ ենթադրվում է նաեւ վաղը կարդում է բոլորի դատավճիռները, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, որը հրաժարվեց իր պաշտպանից եւ նշանակել են մի ադրբեջանցի պաշտպան, որի սոցիալական ցանցերի գրառումները երբ կարդում ես, ծայրից ծայր հակահայկականություն է եւ հասկանալի է, որ այդ պաշտպանը ընդհանրապես նշանակվել է ֆիկցիայի համար եւ այսպես բոլորի դատավճիռը, որ այս պահին կարդում է Զեյնալ Աղաևը, բոլորը Բակո Սահակյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, բոլորը Արցախի ռազմաքաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչներին Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի առնվազն 42-ից 47 հոդված է մեղսագրված, որոնցից առնվազն 17-ով նրանց բոլորին սպառնում է ցմահ ազատազրկում եւ ես ցավով պիտի արձանագրեմ, որ եթե մենք հնարավորություն ունեինք գոնե ադրբեջանական լրատվամիջոցներով կծկտուր հեռարձակվող կադրերում տեսնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօր վաղը դատական այդ խայտարակ ֆարսը ավարտվելու է, նրանց դատապարտելու են ցմահ ազատազրկման եւ մենք այլևս, քանի որ կարմիր խաչն էլ այլևս չկա, որևէ կապ նրանց հետ չենք ունենալու։ Ինչի եմ ես սա ասում, ոչ թե գույները խտացնելու համար, ես սա ասում եմ, որ մենք եւս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունը որևէ բան չարեց, որ այսօր Բաքվի ռազմական դատարանում այս խայտարակ քաղաքական ֆարսը չլինի եւ մարդկանց չկարդան ցմահ ազատազրկման դատավճիռներ, ավելին այնտեղ մեղադրող դատախազներից մեկը հայտարարել է, որ նրանց պիտի գնդակահարել, բայց քանի որ մենք մարդասիրական ակտ ենք անում եւ քանի որ օրինակ Բակո Սահակյանը եւ մյուսների տարիքը 65-ից ավելի է, իսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով գնդակահարություն չկա, հա, նրանց կդատապարտեն ցմահ ազատազրկման։ Ինչու եմ ասում, որ Հայաստանի իշխանությունը ոչինչ չարեց, որովհետեւ ես նոր եմ վերադարձել եվրոպական կառույցներից եւ այնտեղ կրկին բարձրացրել եմ հայ ռազմագերիների հարցը եւ ես պնդում եմ ամենայն պատասխանատվությամբ, ես չեմ տեսել որևէ ջանք Հայաստանի իշխանությունների կողմից այս մարդկանց խնդրով զբաղվելու համար, ավելին հիշում եք 3-4 օր առաջ Արարատ Միրզոյանը անդրադառնալով ռազմագերիների հարցին հայտարարեց, դե դա շատ դժվար հարց է, որովհետև երկու ժողովուրդների միջև թշնամանք կա եւ արյուն կա, բայց այդ երկու ժողովուրդների միջև որ թշնամանք ու արյուն կա, այդ ինչ խաղաղության եք գնում, այդ ինչ խաղաղության պայմանագիր եք ստորագրում, եթե դուք հայտարարում եք, որ այդ թշնամանքը եւ արյունը դժվար է լինելու հաղթահարել եւ դրա համար ռազմագերիների հարցը բարդ հարց է։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա պիտի լինենք անկեղծ, այստեղ եւս լավ որևէ կանխատեսման հնարավորություն չկա, չնայած Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, հարգանքս ընտանիքին եւ բոլոր մեր ռազմագերիների ընտանիքին ամեն ինչ անում է, միջազգային բոլոր ատյանները, բոլոր կառույցները, դռները ուրեմն ծեծում են եւ միջազգային մամուլը մշտապես անդրադառնում է նաեւ այս խնդրին, բայց մենք տեսանք նույն Ալիևին, ով ցույց տալով բռունցք ասեց 21-րդ դարում հարցերը լուծում են ոչ թե օրենքները եւ սահմանադրությունները, այլ 21-րդ դարում հարցերը լուծում են երկաթե բռունցքը եւ հարցերը լուծվում են ուժով եւ այսպես ուժով
Ադրբեջանը փորձելու է լուծել մնացյալ բոլոր հարցերը, որոնք նա դեռ պահում է հայկական օրակարգում եւ պատահական չէ, որ 3 օր առաջ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևը անդրադառնալով Նիկոլի պաշտոնական հրավերին, որ ուղարկել էր Ալիևին եւ Էրդողանին 26 թվականի մայիսին Երևանում եվրոպական համայնքի ֆորումին անցկացնելուն, ասաց, որ չի գալու Ալիևը, որովհետեւ Ալիևի գալը կնշանակի չի գալու Ալիևը Երևան, որովհետեւ Ալիևի գալը կնշանակի, որ Ադրբեջանը ընդունում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս խնդիրներ չկան եւ մնում է ընդամենը մի հատ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ալիևը հայտարարում է ֆիգ ձեզ, թե կգամ ես կամ Էրդողանը Երևան, որովհետեւ մենք դեռ Հայաստանից ստանալիք ունենք, իսկ որն է ստանալիքը։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ Հայաստանում էին Եվրանեստի պատվիրակությունը եւ ընդդիմադիր խմբակցությունները Եվրանեստի վերջնական առաջարկի բանաձևում տող առաջարկ ներկայացրեցին, որ ամրագրվի, որ միջազգային մանդատի ներքո երաշխավորվում է արցախցիների վերադարձը Արցախ եւ ինչ է կարծում ինչ եղավ, ԿՊ-ական падգամավորները դեմ քվեարկեցին այդ առաջարկին։ Պատկերացնում եք, հայ անուն ազգանունով падգամավորները դեմ են քվեարկել Հայաստանի ընդդիմության, նրանց միացել էին նաև եվրոպացի մի քանի падգամավորներ առաջարկին, որ պիտի լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների Արցախ վերադարձի համար, քվեարկել են հայերը։ ԿՊ-ական падգամավորները միջդեռ Ալիևը հայտարարեց, որ կարևորագույն խնդիրը, որը դեռևս մնացել է չլուծված, դա արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հողեր, վերադարձն է Հայաստան, այսինքն Ալիևը սա համարում է այսօր իր համար կարևորագույն խնդիր եւ մենք տեղեկություն ունենք, որ այնտեղ շատ դժվար են հավաքագրում, ցուցակագրում ադրբեջանցիների, ովքեր կհամաձայնեն վերադառնալ Հայաստան, այնտեղ հսկայական սոցիալական լգոտաներ են, արտոնություններ են խոստանում, անգամ պատրաստ են ռեցեդիվիստներին բերդերից ազատել միայն իրենց ընտանիքներով վերադառնալ։ Սա Ալիևի համար ազգային ծրագիր է, ավելին Միրի Մեջլիսում ստեղծվել է մեծ վերադարձ անունով հանձնաժողով, որը քննարկում է այդ խնդիրները, թե ինչպես օրենսդրորեն պիտի ապահովված լինեն ադրբեջանցիների իրավունքները Հայաստանում, որ նրանք պիտի ունենան սեփական հերոստանգերությունը, ակումբներ, դպրոցներ, անգամ ադրբեջանցի падգամավորը հայտարարում էր, որ Հայաստանում մենք պիտի ունենանք մեր հիվանդանոցները, որովհետև ինչպես 2 օր առաջ հայտարարեց ադրբեջանցի падգամավորը, հայը չարիք է եւ յուրաքանչյուր ադրբեջանցի պիտի մշտապես հիշի, որ հայը իր տեսակով ահաբեկիչ եւ չարիք է եւ իրենք ասում են, որ Հայաստանում մենք մեր հիվանդանոցները պիտի հիմնենք, որտեղ պիտի աշխատեն ադրբեջանցի բժիշկները, որովհետեւ հայերի հանդեպ վստահություն չկա։ Դուք հասկանում եք ինչքան իջացնել երկրի արժանապատվությունը, ինչքան երկիրը սարքել առանց ամբիցիայի կներեք, մի հատ ես չգիտեմ դոնդող, որ ով ուզենա, ոնց ուզենա, հայերի հետ այսպես վարվի։ Սա ուրեմն այդ մասով։ Եվ հիմա, քանի որ մենք տեսանք, որ Հովանավանքում կիրակի օրը տեղի ունեցավ Հելոուին, որովհետև դա այլ կերպ բնորոշել հնարավոր չէր, մենք տեսանք այնտեղ ինչ-որ անադեկվատ մարդկանց, տեսանք այսքան, եկեղեցու բակում, այսքան, ծամոնը բերանը գցած ճպճպացնող կանանց, որոնց բերել էին բնականաբար, բերման էին ենթարկել վարչական ռեսուրս կիրառելով եւ չնայած այդ ամենով հանդերձ Հովանավանքի երեկվա Հելոուինին շատ ավելի քիչ մարդ էր մասնակցում, քան Նիկոլ Փաշինյանի պղծության առաջին արարի նախորդ կիրակի, ինչ ասա։ Այո, ուղղակի 1 րոպեի, որպեսզի այո,
թե ինչ էր տեղի ունենում եւ հիմա մենք կնայենք թե այդ Հովանավանքի Հելոուինի մասնակիցներից մեկը ինչպես է հարձակվում Երկրագնդի ամենանամուսով լրագրող Խեղաթուրես Սարգիս Համասեռամոր, բայց մի օր ազատորեն վերցնելու այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց վերցնելու ասու դրան մոտ եմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցլեն, լրիվ կասկածներ են, ու մի հատ էլ զրկեմ էլ էսի։ Ձեր կասկածները իրավապաններին ես հրավիրում Եվ այսպես մենք տեսանք մենք տեսանք որ այս անձնավորությունը ով Նիկոլ Փաշինյանի նվիրյալներից է լրագրողին իր մասնագիտական պարտականությունը լրագրողին սպառնում է ես չեմ ուզում կրկնել իր ասածը թե քեզ կտանեմ ինչ կանեմ որ դու համոզվես որ ես համասեռամոլ չեմ չնայած ինքը իր եթերներից մեկում է ասել որ ինքը համասեռամոլ է այստեղ ես անձնապես ինքս խնդիր չեմ տեսնում յուրաքանչյուրը ինքն է որոշում իր անձնական կյանքը իր սեռական կարգավիճակը այստեղ լրագրողին ասում է չափալախեմ թքեմ երեսիդ հարուցվելա տիկին ոստիկանապետ քրեական գործ այս անձնավորության հանդեպ ով ժամանակին նաև ինձ էր սպառնում իմ հասցեին էր զարհուրելի հայտարարություններ անում եւ երբ որ ես որպես պատգամավոր դիմեցի իրավապահ համակարգին սրան կանչել էին քննության հետո վիձիծիլի իր հայտարարություններում սպառնալիքներում հայհոյանքներում իմ հասցեին որևէ հանցակազմ չէին գտել ուղիղ եթերում սպառնում է լրագրողին ասում է որ քեզ կտանեմ այս բանը կանեմ որ դու համոզվես որ ես համասեռամոլ չեմ վերջում էլ մի հատ կթքեմ երեսիդ սա պիտի արդեն կանչված լիներ սրա դեմ այլևս քրեական գործ պիտի հարուցված լիներ բայց չէ դուք քրեական գործ այսօր առավոտյան հարուցել եք վեհափարի եղբոր 68-ամյա եղբոր եւ նրա որդու հանդեպ ինչպես պնդում է փաստաբան Արա Զոհրաբյանը սուտ մատնության հիման վրա այո որ սուտ մատնության հիման վրա, որ վեհափարի եղբայրը եւ վեհափարի եղբոր որդին վաղար շաբաթում խանգարել են բնականաբար իշխանական տեխնացուի Քարոզ Արշավին հրապարակվել է տեսագրությունը եւ մենք բոլորս տեսանք, որ այդտեղ որևէ խոչընդոտ, որևէ մեկի Քարոզ Արշավին չկա, սա վեհափարի վրա հերթական պրեսինգն է, Նիկոլը ուզում է ասի մեկը հասնելու եմ նրան որ քեզ գահընկեց եմ անելու, կալանավորելու եմ այսպես վեհափարի բոլոր ազգականներին, շրջապատին, սրբազանների հանդեպ այս խայտարակ տերորը մեկ նպատակա հետապնդում հասնել վեհափարին եւ եթե մարդիկ կան, որ ասում են դե հա հո վեհափար չի կալանավորի, ես ասում եմ դուք խորը թուրիմացության մեջ եք դուք ուրեմն Նիկոլին չեք ճանաչում չկա կարմիր գիծ որ Նիկոլ Փաշինյանը չի անցել եւ չկա կարմիր գիծ որ Նիկոլ Փաշինյանը չի անցնելու այո կալանավորելու է վեհափարին ինքը հիմա փորձում է եկող կիրակի էլ գնալու է Թալին հա այնտեղ Հելոուինի ինչ որ միջոցառում անցկացնի ինքը փորձում է այսպես հա եկեղեցին ներսից պարակտել բայց մենք տեսանք որ այս իր ակցիաները հանրային աջակցություն չունեն նաև տարբեր հրապարակումներ տեսանք որ այնտեղ իրավապահ համակարգի մարդկանց հագցրել էին քաղաքացիական հագուստ այդպես հրապարակումներ կան եւ նրանք փորձում էին մասովկա ապահովել օհանավանցիները հայտարարեցին որ այնտեղ օհանավանից գրեթե որևէ մեկը չկա տեսանք հարակից բնակավայրերի ԿՊ անդամները գյուղապետեր համայնքապետեր նախարարներ ես չգիտեմ падգամավորներ բոլորը բերման էին ենթարկել բայց նույնիսկ դա չկարողացավ ապահովել հանրային աջակցություն բայց միևնույն է առանց հանրային աջակցության էլ Նիկոլ Փաշինյանը գնալու է եւ այո պետք լինի կալանավորելու է վեհափարին եւ այստեղ մենք շատ ենք հա ես նայում եմ նաև հրապարակումներ ինչի է լռում վեհափարը ես երբեմն ինքս ինձ այդ հարցը տալիս եմ վեհափար ինչի եք լռում բայց այս պահին եթե դուք ինչ որ մեկը ասի ինչ պիտի անի վեհափարը որ չի անում ես կդժվարանամ այս պահին որևէ քայլ հուշել այստեղ անելու այո հաղորդակցություն
տարածեց, բռնազավթված հովանավանքում սրբապիղծ արարողակարգ է տեղի ունենում, Այո, հասկանալի է, սիրելի մայրամ, հայտարարություններով հարց չի լուծվում, մենք թևակողել ենք մեր երկրի մի այնպիսի փուլ, որ Facebook-յան ստատուսով, նաև այս հարցազրույցներով, հայտարարություններով, դատապարտող կոչերով հարց չի լուծվելու։ Մեր դիմաց կանգնած է մահապարտ Նիկոլ Փաշինյան, մեր դիմաց կանգնած է իր իշխանությունը ցանկացած գնով, նույնիսկ անտրամաբանական, անպատկերացնելի գնով պահող մահապարտ եւ հայտարարություններով, կոչերով, դատապարտումներով այս իշխանության ձեռքը բռնել հնարավոր չի լինելու։ Ցավոք սրտի մենք չենք տեսնում նաեւ ընդդիմադիր դաշտում որևէ adekvat բևեր, որևէ իրապես մահապարտ, այո, մահապարտ բևեր։ Եթե այս մարդը իր իշխանությունը պահելու մահապարտ է, ապա ընդդիմությունը ոչ թե պիտի գնա իրան ազգային ժողովում հարցեր տա, ոչ թե պիտի վեկենա ինչ-որ ամբաղ-զամբաղ բաներից խոսա, այլ պիտի լինեն մահապարտ, պիտի իմանան տնից դուրս եկան, կարող է կալանավորվեն, կարող է եւ մեռնեն։ Ահա այդպիսի ընդդիմություն է մեզ պետք, որը ցավոք սրտի մենք չունենք եւ որևէ ձևավորված նոր շարժում, ովքեր փորձում են ինչ-որ չգիտեմ ինչեր անել, նոր չկա, մենք նոր խոսք ենք ասելու, դուք չեք կարա ոչ նոր խոսք ասեք, որովհետև բոլոր խոսքերը ասված է, որովհետև ամեն ինչ ասված է, որևէ նոր PR չեք կարա անեք, որևէ նոր քաղ տեխնոլոգիա չեք կարա օգտագործեք, պարզապես չեք կարա, որովհետև այդ ժամանակներն նա անցել, նայում եմ կներեք, պիտի անկեղծ ասեմ, ամոթ է, որ ընդդիմադիր դաշտի տարբեր գործիչներ իրանց դիտումները ապահովելու համար բոտեր են լցնում, հասկանում եք, չի կարա նյութի տակ լինի 3 կոմենտ, լինի 200,000 դիտում, ամոթա մի արեք, այդ ժամանակները բոտերով դիտում ապահովել, իբր թե հանրային կերպարի իմիջ ապահովել չի աշխատում, այ դրա համար մեր ընդդիմությունը այսօրին, որ դիտումներ, բոտերով դիտումներ են ապահովում, որ ես չգիտեմ ինչ է fake լայքեր են գնում, չի կարելի, այդ իդիոտիզմների ժամանակը անցել է, այդ ձեր պատկերացրած քաղ տեխնոլոգիաների ժամանակը անցել է, հիմա ոչ մի այդպիսի տրյուկների ժամանակ չի, հիմա գործելու ժամանակը, կամ դուք գործում եք, մի կողմ դրած այդ էշությունները, որոնցով զբաղված են շատերը, նայում ես, ասենք, թվում է թե կին է, հանրային դեմք է, ասենք եւ ինչ որ կամ տղամարդ է եւ այդպիսի էժանագին բաների են դիմում այդպես փորձելով ինչ որ հանրային դիվիդենդներ շահել չի լինելու այսօր հանրային դիվիդենդ շահելու ժամանակ չի այսօր ֆեյքերով դիտումներ ապահովելու ժամանակ չի այդ թողեք իշխանությանը իրանք դա ֆանտաստիկ անում են ամբողջ դաշտը լսված է ֆեյք պարավներով անիծող պարավներով իրական ֆեյք այդ իրանք անում են մի իջեք այդ մակարդակին սիրելի ընդդիմադիրներ դա ձեզ ոչինչ չի տալի հավատացնում եմ ձեզ հանրությունը այդ դիտումների այդ fake լայքերի վրա թքած ունի հավատացեք ինձ խորապես թքած ունի ընդամենը ղժում են ձեր վրա ասում են ինչ ամոթ է որ ստատուս ունեցող կինը կամ տղամարդը կարա ֆեյքերով փորձի ինչ որ հանրային տպավորություն ստեղծել գործել է պետք եւ մենք ժամանակ չունենք որովհետեւ կրկնում եմ մեր դիմաց կանգնածը իր իշխանությունը ցանկացած գնով պահող մահապարտ ընդդիմություն Տիկին Զորաբյան կուզեմ այդ բարոյականություն եթե իհարկե բարոյականություն ունեցել է այստեղ երբ որ մեր ռազմագերիներին արդեն այսօր Այո, դատավճիռն են կարդում մեղադրական, դատական process-ը ավարտված է, այո։ Երբ որ մենք ունենք անհետ կորածներ, երբ որ մենք ունենք դեռ չճանաչված մասունքներ, շնորհակալություն հայտնել Ալիևին Սորենի համար։ Խնդրեմ այս մասը Փաշինյանի։ Գիտեք, աբսուրդ է, մենք տեսանք են կադրերը, հայ դեպ որ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են չկա Զանգեզուրի միջանցք, երբ մի քանի օր առաջ էլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը պաշտոնապես հայտարարեց դա Զանգեզուրի միջանցք է եւ մենք տեսանք արդեն կադրերը թե ինչպես ադրբեջանական կողմը գրեթե 90%-ով ավարտել է իր հատվածի շինարարությունը ավելին Զանգեզուրի միջանցքում արդեն հրավիրվում են միջազգային դոնորներ, ներդրողներ ներդրում կատարելու եւ այս ֆոնին կրկնում եմ, երբ որ երաբլուրը դեռ
տաք է, այնտեղ ծփացող արյունից, երբ որ եռաբլուրում դրոշները երեկոյան այդ հատվածով անցնել չի լինում, զարհուրելի է, այդ դրոշները, այդ քամուտակ, որ ծածանվում են, տպավորությունա, թե այնտեղ թաղված տղաների սրտերն են տրոփում, այս ֆոնին կանգնել եւ շնորհակալություն հայտնել Ալիևին, ասել, շնորհակալ ենք, որ ձեր թույլ եք տալիս, որ ձեր ճանապարհով ղազախական ցորենը գա, Արցախը չհանձնեիք, Հայաստանի ցորենի 30%-ը ապահովում էր Արցախը չհանձնեիք, Ալիևին էլ շնորհակալություն չհայտնեիք, սա ամոթ է, սա խարան է, բայց ես ուզում եմ, որ մենք դադարենք խոսել այս իշխանության օրակարգի մասին, որովհետև մենք դրանով անընդհատ ներքաշվում ենք իրենց օրակարգի մեջ, մենք պիտի կարողանանք խոսել ընդդիմության օրակարգի մասին, ինչ է անում ընդդիմությունը եւ ինչպես է փորձելու համախմբել ժողովրդին, որովհետև պետք չի մեղադրել ժողովրդին ասելով, որ ինքը հոգնել է, այո, ինքը հոգնել է, այո, ինքը ապաթիայի մեջ է, այո, ինքը հոգնել է, որովհետև 1000 անգամ նաև ընդդիմադիրները խաբեցին, ասեցին դուրս եկեք, հետո ֆռացեք, գնացեք տուն, բայց ես տեսնում եմ, չէ, ինչպիսի ինձանից շատ, երևի ես չգիտեմ, կա այդպիսի քաղաքական գործիչ, որ այդքան շփվում է փողոցում ժողովրդի հետ եւ ամենուր եւ նույն արցախցիների հետ, մշտապես իրենց խնդիրներով զբաղվելով, հիմա իրենց խնդիրներին էլ կանդրադառնամ, որ խնդրել են բարձրաձայնել, ինչքան ես ժողովուրդը պատրաստ է մեկը չփորձեք ժողովրդին մեղադրել, դուք պատրաստ չեք, որովհետև ձեզանից շատերը ընդդիմադիր դաշտում մտածում են գնան 26 թվականին Նիկոլի հետ ընտրության, մի քանի մանդատ պոկեն, իրանց համար քաղաքական կրիշ ապահովեն, չի լինելու, ես անձամբ այդ ընդդիմադիրների դեմքը հատ-հատ պատրելու եմ, մենք երկիր չենք դնում զոհասեղանին ձեր մի քանի մանդատի համար, սա ուրեմն այս մասով եւ նաեւ այսօր ինձ ուղարկել էին կարգալույց Ստյոպիկի, ով նախկինում Տեր Արամ էր, գրառումները այս իշխանության մասին, էլ ոչխար, էլ դրել է Արայիկ Հարությունյանի նկարը 20 թվականի մայիսին եւ գրել է Սորոսի բջերը, տեսեք ովքեր են այս իշխանության ներկայացուցիչները եւ ահա 18 թվականի հեղափոխությունը, իշխանազավթումը հեգնող, տարբեր նկարներ դնելով հեղափոխության օրերից եւ գրելով այս ոչխարները ուրիշ հերոսի անուն չգիտեն, իշխանության ներկայացուցիչներին անվանելով Սորոսի բջեր, այսօր կարգալույց եղած Ստյոպիկը, ով նախկինում Տեր Արամ էր, դարձել է այն գործիքը, որով այս գործիքներից մեկը, որով այս իշխանությունը փորձում է քանդել եւ պարակտել եկեղեցին, ինչը իհարկե չի ստացվելու, որովհետեւ իր 1700-ամյա պատմության մեջ հայ առաքելական եկեղեցին այսպիսի արհավիրքներ չէ որ տեսել է, բայց ինչով ասա վտանգավոր հիմա, որովհետեւ ուղղակիորեն այն ինչ որ արվում է այսօր հայ առաքելական եկեղեցու հանդեպ, դա ադրբեջանական թեզեր է, որ մենք լսել ենք նույն Ալաշուքյուր Փաշազադեի եւ ադրբեջանական պաշտոնական տարբեր ներկայացուցիչների ուրեմն շուրթերից, սա ուրեմն այս մասով, Իրաքի որ գնում է արդեն մեկ այլ բանկ։ Այո, Թալինի։ Դե ոչինչ չի տալու, սիրելի Մարիամ, ուր ուզում է գնա, կարող է տեղ տարբեր հերձվածողներ եւ տարբեր հակաքրիստոսներ, ավետարանը պղծածներ գտնի, ինքն էլ շատ լավ հասկանում է, որ իր օպերացիան չստացվեց, ինքն էլ շատ լավ հասկանում է, որ ինքը փորձելու էր, եկեղեցու դեմ մտածում էր, որ կարողանա մի այսպես սեգմենտ գեներացնել եւ այդպես գրոհել Մայրաթորի վրա, ինքն էլ հասկանում է, որ Թալինն էլ է լինելու պրավալ, ինչքան էր իրավապահներին հագցնեն քաղաքացիական հագուստ, ինչքան էր կողքի գեղերից տարբեր քպեական գեղապետեր իրենց զոնքանչների, բաջանաղների հարսի քերու կնիկների հետ գան մասով կապահովելու համար, միևնույն է ոչինչ չի ստացվելու, դա այլևս ինչ ասեմ, պարտված եւ ձախողված, ինչ ասեմ, նախաձեռնություններ, բայց ուզում եմ անդրադառնալ նաեւ օրերս Ադրբեջանի իշխող կուսակցության падգամավորներից մեկի հայտարարությանը, ով հայտարարեց, եթե վաղը
Ալիևին լսեք Երևանում, ուրեմն իմացեք, որ նա ամբողջ Կովկասը վերջապես հետաբերել Պետրոս Մեծից։ Պատկերացնում եք սրանց նկրտումները, այսինքն սրանք վստահ են, որ Ալիևը վաղը ելույթ է ունենալու Երևանում, եւ ինչպես հայտարարում էր Ալաշուքյուր Փաշազադեն եւ անգամ հրաման է ստորագրել Երևանում ադրբեջանական հոգևոր կենտրոններ բացելու մասին, եւ սրանց հետ այս իշխանությունը գնում խաղաղության, ովքեր հայտարարում են, որ վաղը մենք Երևանն ենք վերադարձնելու, որը ժամանակին Պետրոս Մեծը տվել էր հայերին ողջ Կովկասը, որովհետև այդ ամենը ադրբեջանական տարածքներ են։ Ուրեմն հայդեպ նաև այդ Հելոյինի ակցիաներին մենք տեսանք, որ տարբեր գործիչներ, այն որ դպիր էին աշխատում, դպիրի հագուստ էին հագցրել, նախորդ անգամ ԿՊ-ական ֆուտբոլ խաղացողին էին հագցրել դպիրի հագուստ եւ դպիր էր աշխատում, այս կիրակի էլ ոնց տեսանք, ուրեմն ինչ որ ատամնաբուժի հագցրել էին դպիրի հագուստ եւ նա այդ Հելոյինին դպիր էր աշխատում։ Ինչքան կարելի է չէ չհարգել անգամ սեփական անձը, որ վստահ լինելով, որ ինչ անում եք ֆեյք է, որ այդտեղ բերված մարդիկ բոլորը ֆեյք են, բռնի ուժով բերված մարդիկ են, դպիրն էլ ատամնաբուժ կամ ֆուտբոլիստ է, որ շարունակեք այս կատաղի մոլագար համառությամբ այս պղծությունը մղել առաջ։ Սա ուրեմն այս մասով եւ ուզում եմ նաեւ ուրեմն մի թվի անդրադառնալ, պատկերացնում եք նախորդ որևէ իշխանության ժամանակ ինչ որ մի բան սարքելուց տվյալ դեպքում այդ ակադեմիական քաղաքը, որ իբր տենց պրոյեկտ ունեն, այդ քաղաքի պրոյեկտը ոնց անենք խորհրդատվություն տրամադրելու համար նախորդ որևէ իշխանություն խորհուրդ տալու համար է քաղաքը սարքելը չեմ ասում ակադեմիական ուսանողական, որը պարզա չի սարքվելու, խորհուրդ տալու համար այս կառավարությունը հատկացրել է բռնվեք չընկնեք 3.3 միլիարդ դրամ, այսինքն 8.5 միլիոն դոլար մոտավորապես դուրս են գրել, որ իրանց խորհուրդ տան, թե ոնց կառուցեն ակադեմիական քաղաքը ու քաղաքացիական հասարակությունը լուր է, պատկերացնում եք նախորդ որևէ իշխանության ժամանակ այսպիսի բան լիներ, տարբեր գրանտներ ստացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմա իրանց ծեփել էին ասֆալտին եւ ղժում էին, որ սա կոռուպցիա է ու թալան է, բայց չեմ տեսնում ձեզ ասֆալտին ծեփած, որ գամ պինցետով ձեզ բարձրացնեմ, բայց ինչի ձեն չեք անում 8.5 միլիոն դոլար խորհրդատվություն տրամադրելու համար։ Հայդեպ նաև մի խնդրել եմ ուզում անդրադառնալ, հիշում եք չէ, որ նորից Նիկոլ Փաշինյանը խոսում է զինակոչիկային տարիքը, ծառայության կրճատեցին 1.5 տարի 2 տարուց, այսինքն ասում է, որ մեր բանակը պիտի լինի ոչ թե հարձակվողական, այլ պաշտպանողական, ըստ էության այսպես փորձում է գլխատել բանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր, երբ որ դարձավ վարչապետ, իր բարերը Սարդարապատում, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հիշում եք չէ, այդ ժամանակ Տավուշում մի միջդիրքային ուրեմն տարածք կարողացան պաշտպանել, այդ դիրքերը պաշտպանել, այդ ժամանակ Նիկոլը 71 մարտական խաչ բաժանեց, հետո որ դրա անունը դրեցին Պազիկ օպերացիա, 71 մարտական խաչ բաժանեց, ինչի եմ սա ասում, որ նայել են վիճակագրությունը, բոլոր 3 նախկին նախագահները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրանց պաշտոնավարման ընթացքում այդքան մարտական խաչ չեն բաժանել, ինչքան մեկ օպերացիայի ժամանակ, որ Նիկոլը հայտարարում էր,
էր մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, բաժանեց Նիկոլ Փաշինյանը, հետո վիծիծիլի այդ բանակը դարձավ թալանված բանակ, այդ բանակը դարձավ բանակ, որի տրակտոր բանի տանկի մեջ ոչ վառելիք չկար, որ լցնեին, եւ այդ բանակը դարձավ բանակ, որտեղ զենք չկար, մարդիկ լապատկեքով էին կռվում, բա որ լապատկեքով էին կռվում, 6 միլիարդի զենք Ալիևը ոնց տարավ, Զաքիր Հասանովը Արցախը գրավելուց հետո հայտարարեց, որ այսպիսի բան չենք տեսել, թե քանի միլիարդի լավագույն զենք կար Արցախում եւ դա տարածաշրջանի ամենառազմականացված գոտին էր։ Սա էլ էս մասով, եթե հարցեր կան։ Այո։ Եվ գիտենք, որ Ալիևն իր ցուցակն ունի, չէ՞, ում է ինքը պահանջում։ Բնականաբար, այո։ Ինչ է սպասում Անդրանիկ Քոչարյանին ու Սասուն Միքայելյանին։ Հա, իդեպ Սասուն Միքայելյանը տենց վստահ ես, որ ինչ-որ մի պահի քեզ Քոչարյան Անդրանիկին Նիկոլը չի հանձնելու Ալիևին, որտեվ Ալիևը ցուցակ ունի, ավելին հիշում եք, ժամանակին Ադրբեջանի դատախազությունը ասեց մենք դիմելու ենք Հայաստանի դատախազությանը, որպիսի տարբեր քաղաքական լիդերների, նախագահների, վարչապետերի, պաշտպանության նախարարների, զինվորականների հանձնի մեզ։ Ես ավելի քան վստահ եմ, որ գալու է նաև այդ օրը, որ Նիկոլը քո Անդրանիկ Քոչարյանի վրա մի հատ բանտիկա կապելու եւ հանձնելու է Ալիևին սկզբնական փուլում որպես վկա, բայց մենք գիտենք ինչա նշանակում լինել վկա ադրբեջանական բերդում։ Ես եմ շնորհակալ։